Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ձեր անմիջական մասնակցությունը մենք միշտ զգում ենք։ Մանավանդ երբ որ դուք առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, չէ՞ որ մեր ազգային խոհանոցը աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցն է։ Եվ այսօր մի այդպիսի օրերից մեկն է։ Եվ այսպես բարեկամներ, այսօր ես հյուր եմ տաղավարում եւ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, իմ լավ բարեկամ, ծաղկում հյուրատան ավագ խոհարար եւ տնօրեն Յուրա Սարգսյանը, ողջույն Յուր։ Ողջույն պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, շատ լավ։ Շատ լավ, շատ ուրախ եմ, որ տրամադրությունդ բարձրա եւ ինչ պիտի պատրաստենք այսօր։ Այսօր մենք պատրաստել ենք, ինչպես դուք նկատել եք, ես շատ եմ սիրում պատրաստել ձկնեղեն, քանի որ մեր բնակ կլիմայական պայմաններին շատ համահունչ է Սևանում։ Այսօր ես իմ իմպրովիզներից պատրաստած ուտելիքներից կպատրաստեմ, ինքը լինելու է շերտավոր խմորով ձուկ, սիգա ձուկ։ Սիգա շերտավոր խմորով։ Մենք ունենք այդպիսի ուտես, չէ՞, էլի մենք խմորով ունենք թելբաց կուբաթի։ Այո, թելբաց։ Շատ լավ կլինի, որ ավելի զարգացնենք, ավելի շատ տարատեսակներ լինի։ Այսինքն մեզ հարկավոր է սիգ, մեզ հարկավոր է սիգ, խմորը արդեն պատրաստել ենք։ Շերտավոր, որտեղ դա ժամանակը շատ էր խլելու, դրա համար արդեն պատրաստի է։ Համեմունքներ, կանանչեղեն, բանջարեղեն, ձու։ Լավ, իսկ որևէ աշխատանք կա, որ ինձ վստահես, ես չգիտեմ, ինչ անեմ, այսպես պարապ կանգնած, ինչ անեմ։ Ես խնդրեի ձեզ կտրտել բանջարեղենը, լոլիկ, պղպեղ, կանանչի, իսկ ես խմորը կբացեմ։ Լավ, գլուխ սող, հա։ Գլուխ սող, կանանչեղեն։ Մի խոսքով, ինչպես դու ասացիր, իմ իմպրովիզն էլ այստեղ միացնեմ։ Այո, երկու իմպրովիզ արդեն շատ։ Տակդեղ եմ հիմա կտրատում այս պահին, ես բարեկամներ։ Ես ես խմորից բանից շետ, ճիշտ ասած, դրա համար թող Յուրան խմորը պատրաստի, ես էլ բանջարեղեն կտրատեմ։ Քանի որ դուք խմորից հեռու եք, պարոն Մամուլյան, կարող է նաև խանութից գնել, մեր խանութներում շատ են վաճառում շերտավոր խմորներ։ Գնալ ես փորձեմ, հենց ուզենամ այս ուտեստը պատրաստել, խմորը Արդեն դուք կտրտել եք։ Քանակը չգիտեմ։ Ես համեմ եմ ձուկը։ Այո։ Աղով։ Պղպեղ։ Եվ կարմիր պղպեղ։ Մի քիչ էլ այսպես մի քիչ սեր ես դնում մեջը։ Անպայման։ Սեր եւ հոգի։ Այո։ Նախապես ասեմ, ձուկը փշազատված է։ Խմորի մեջ դասավորում ենք և կարող եք արդեն ավելացնել դուք բանջարեղենը։ Այսպես անենք։ Շատ մի բան է մտել մեր ժողովրդի որոշ մասի մեջ, եթե ձուկը բանջարեղենով է հենց ինչ-որ մի բան ես ուզում անել, շտապ սկսում են թայլանդական է կամ չինական է դա, եսին ինչ է, էս է, են է։ Այսինքն կարծես այդ կարծրատիպերը այնքան են
խանգարում ես, Յուրա ջան, այդ կարծրատիպը այնքան խորը արմատներ ունեն, որ ցույց չի տալիս, որ գոնե պատկերացնենք, որ մեր խոհանոցում էլ կարող են այսպիսի բաներ լինել։ Ինչի մասին է խոսքը։ Հյուրատանը շատ են ասում, սա եվրոպական ուտեստ է, սա ես ասում չէ, Եվրոպայից ոչ մի մթերք չեմ գնել ու հաստատ չեմ գնել, որովհետև մեր բնամթերքները, մեր բանջարեղները այնքան համով են, այնքան համով։ Ուտեստը ես եմ պատրաստել, հիմնականը մեր հայ օգտագործել եմ հայկական բնամթերք, ինչի մասին է խոսքը, չեմ հասկանում։ Եվ փաթաթում ենք։ Յուրա, սա հաստատ հայկական է, այդ որ թայլանդացին այսպիսի բան կարող է անել։ Յուրա ջան։ Մինչ Յուրան այսպես վերջի, այսպես էսքիզները այսպես կնկարի, ես նորից հիշեցնեմ, թե ինչ արեցինք։ Մեզ պետք էր շերտավոր խմոր, ձուկը, ձկան ֆիլեն, օգտագործեցինք բանջարեղեն, լոլիկ, տակդեղ, կանաչի, գլուխ, սոխ, մի քիչ համեմեցինք աղով պղպեղով, բնականաբար մեր սերը եւ հոգու ջերմությունը դրեցինք, լավ փակեցինք, այստեղից ոնց որ սերը դուրս գալիս, Յուրա, փակի։ Լավ ծածկեցինք, որ դուրս չգա այդ ամբողջը, ներսը մնա։ Հիմա մենք քննենք Յուրային պատրաստ է եւ կարող ենք արդեն դնել ջեռոցում, ասեմ ջեռոցում մեզ պետք է 170 աստիճան ջերմաստիճան եւ 1 ժամ ժամանակ։ 1 ժամ։ Շատ լավ, Յուրա ջան։ Բարեկամներ, 1 ժամը անցավ արդեն, 1 ժամն անցավ, տեսնենք այս հիանալի ուտեստը ինչ ստացվեց նրանից։ Արդեն պատրաստ է։ Նույնիսկ խոսում է։ Ահա, շերտերը։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ շերտավոր խմորի մեջ դրեցինք ձկան ֆիլե, բանջարեղեն, լոլիկ դրեցինք, տակդեղ, կանաչիներ եւ փաթաթեցինք 1 ժամ դրեցինք ջեռոցը եւ այս հիանալի ուտեստը 70 աստիճան ջերմաստիճան 170 աստիճան ջերմաստիճանով։ Ահա ում մտքով կանցնի, որ այս հիանալի այսպես խմորեղեն կամ թխվածքը նաև ունի ձկնային եւ բանջարեղենային համադրություն։ Ոյ, շատ լավ բույր տարածվեց, Յուրա ջան։ Խնդրում եմ դու եւ ներկայացնես ուտեստը եւ քո առաջարկները մեր հեռուստադիտողներին։ Քեզ շատ են լսում։ Ես ինչքան ասում եմ, ինչ չեն լսում, Յուրա ջան։ Շատ հաճելի է, որ շատ են լսում։ Ասեմ, որ ինքը շատ ջուրամարս ուտեստ է, շատ թեթև կարելի է նաև հիմնականը նախաճաշին։ Այո, այսպիսի ուտեստներ, նախաճաշին կամ ընթրիկին։ Մի խոսքով շատ համով է, փորձեք եւ ինքներդ համոզվեք, որ շատ համով ուտեստ է։ Եվ կարելի է նաև ավելացնել մեր հանրապետության սննդային հանրային սննդի օբյեկտներում որպես միշտ թող լինեն, այո, ինչքան զարգացնենք մեր հանրային սնունդը, այնքան ուժեղ կլինենք եւ այնքան ուժեղ կլինի մեր մշակույթը խոհանոցը։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Յուրային։ Այս բազմաբնույթ, այս տարատեսակ ուտեստները պատրաստելու համար։ Խոստովանենք, որ հիանալի ուտեստեր եւ լավ նաեւ կծառայի խնջույքներին, ինչու՞ չէ նաեւ ընտանեկան այդպես հանդիպումների ժամանակ մի նոր փոփոխության։ Շնորհակալություն Յուրա ջան, ապրես դու։
ապրեց դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Նախքան ավարտել ուզում եմ, որ մենք միշտ հիշենք, մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք մեր այն որակները, որ մոռացել ենք, իսկ դրանք հետեւյալն են մեր համառությունը, մեր միաբանությունը, մեր ազնվությունը եւ մեր բարությունը միշտ վերականգնենք եւ միշտ ուղեկցի մեզ։ Հավատացեք, որ շատ ու շատ հեշտ կլինի մեզ հետ այսու հարաբերվել մեկս մյուսի հետ։ Իսկ ուտեստը բարեկամներ հիմնական ուտեստ է եւ հարկավոր է մատուցել 65-ից 70 աշնան ջերմությամբ եւ ճաշակել սպիտակ անապակ գինով։ Բարեկամներ, ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ծաղկուկ հյուրատան տնօրինությանը մեր հեռուստահաղորդումներին աջակցելու համար։ Ցտեսություն բարեկամներ։ Սիգը շերտավոր խմորով։ Սիգ 1 հատ, խմոր 200 գրամ, ձու 1 հատ, ձեթ 30 գրամ, լոլիկ 30 գրամ, սոխ 40 գրամ, պղպեղ 30 գրամ, կանաչի, աղ եւ պղպեղ։ Բարեխորժակ։